Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք ձեզ համար բացահայտել մեր գործընկերներին կադրից այն կողմ աշխատող եւ հիմա արդեն ժամանակն է ծանոթացնելու Աստղիկ Փիլիպոսյանի հետ ողջույն։ Ողջույն։ Ուրախ ենք Աստղիկ, որ առավոտը սկսում ես մեզ հետ։ Ես նույնպես։ Աստղիկ, պատմեք մեզ ձեր վերջին տեսանյութի մասին, դուք նկարահանել եք երկու զույգի, մեկը հույն եւ հայ, մյուսը իրանցի։ Նրանցից որ մեկն է ավելի նման, ում ավանդույթներն են ավելի նման հայկական տոնական ավանդույթներին, եթե իհարկե նմանություններ կան։ Կան նմանություններ, երկուսն էլ հին աշխարհի երկրների ներկայացուցիչներ են, հին ավանդույթներ ունեն, շատ մեծ սիրով ու հարգանքով նաև վերաբերվում են մեր ավանդույթներին եւ ծեսերին, բայց ես ուզում եմ մի հանգամանք հատկապես շեշտել, որ նրանք հաջողել են հայոց լեզուն սերտելու մասով եւ լեզվի իմացությունը նրանց թույլ է տվել իմանալ ավելին մեր ավանդույթների մշակույթի մասին։ Ինչ հետաքրքիր է, Աստղիկ, իսկ տեսանյութը պատրաստելու ընթացքում եղավ այնպիսի մի ավանդույթ, որի մասին երբ իմացար, թե իրանցիների հետ կապված կամ հույների, որը քեզ զարմացրեց, գուցե նաև հետաքրքրեց եւ որոշեցիր էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել այդ թեմայի շուրջ։ Ես կպատմեմ, որ ավանդույթը ինձ այսպես ուրախացրեց եւ ծիծաղաշարժ թվաց ինձ համար, դա նոր տարվան առաջինը ցախավելով ներս մտնելու ավանդույթն է, որը հարիր է հատկապես Կրետե կղզու բնակիչներին։ Շատ հետաքրքիր էր եւ տեսանյութում պատմի բոլոր անդամները թե որևէ մեկը։ Ոչ, նա ով առաջինը կմտնի տուն, որպեսզի հետը բերի մաքրություն, բարություն, հին տարվա, անցնող տարվա վատ գործերը հետը տանելու համար։ Հետաքրքիր է, իսկ առաջին հյուրը։ Առաջին հյուրը։ Ահա։ Հյուր գնացեք ցախավելով, հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ է, որով կարող եք զարմացնել այն մարդկանց, ում տանը կհայտնվեք։ Եվ միգուցե ձեզ բախտը ժպտա եւ դուք լինեք առաջին հյուրը այդ տարվա։ Եվ կարող եմ նշել, որ իրանցիներին էլ շատ դուր է եկել մեր գաթայի մեջ մետաղադրամ դնելու ավանդույթը։ Իրենք այս տարի շատ անհամբերությամբ սպասում էին, որ հենց բաժին կհասնի իրենց գաթայի այն կտորը, որի մեջ մետաղադրամ կա, իրենց մոտ նման սովորույթ չկա, կարծում եմ կրոնական նկատառումներից ելնելով, քանի որ այնտեղ դրամի հետ կապված ցանկացած գործառույթի շատ ուշադրությամբ են վերաբերվում, որպեսզի այն չընկալվի որպես աշխարհություն, ուստի մետաղադրամը թխվածքաբլիթում չեն դնում մեզ մոտ։ Բայց կարելի է կարծում փոխարինել մետաղադրամը այս դեպքում, եթե ավանդույթը նրանց դուր է եկել։ Հայկական մշակույթում եղել է նաև լոբի դնելու ավանդույթում, հենց որ կարող են փոխարինել իրանական եւ հունական մշակույթներում ձմեռ պապիկի կամ Սանտա Կլաուսի նման հերոսներ կան եւ ինչպես են կոչվում։ Մեր կաղանդ պապիկի այլ անունը կլինի, չէ՞։ Կան եւ իրենք իրենց հետաքրքիր հունահայերենով եւ իրանահայերենով պատմում են նրանց մասին ու շատ հաճելի է, որ նաեւ գիտեն մեր հայկական ձմեռ պապիկի մասին, կաղանդի մասին, արտաքինից մինչեւ կերպար ինչպիսին է։ Հետաքրքիր է։ Աստղիկ, եթե որևէ սովորություն հատկապես ամանորի հետ կապված որոշեիր վերցնել իրանական կամ հունական սովորություններից, որը դա կլիներ։ Եթե կարելի է, ես նշեմ զգացողությունների մասին, ես շատ կուզենայի վերցնել, ընդօրինակել եւ այնինչ զգացի իրենց հետ տեսանյութը պատրաստելիս, ինձ շատ դուր եկավ հունական այսպես եթերայնությունը, թեթևությունը եւ իրանական խորիմաստությունը։ Հիանալի դուետ կարող է լինել ամանորին ընդառաջ, եթե փորձենք նաև խորհուրդ տալ հեռուստադիտողներին, որպեսզի մեր հայկական ավանդույթներից զատ նաև սկսենք ուսումնասիրել ամբողջ աշխարհը եւ բացահայտումներով լի կլինի 2026-ը, բայց այսքան խոսեցինք, կարծում եմ հիմա ժամանակն է, որպեսզի նաև դիտենք տեսանյութը, որի մասին էլ հենց պատմում էինք, բայց մինչ այդ շնորհակալ ենք քեզ կատարածդ աշխատանքի համար Աստղիկ, որովհետեւ մեր գործընկերը սիրելի հեռուստադիտողներ ոչ միայն այսպիսի տեսանյութերով է ներկայանում, այլ նրա ստեղծագործական տեսանյութերի շարքը շատ բազմազան է, հետաքրքիր ու տեղեկություններով լի, հուսանք 2026-ին դրանց թիվը կրկին կավելանա։ Շնորհակալ եմ, ես նույնպես շնորհակալ եմ։